Մշակութային իրադարձությունները եւ լավ երաժշտությունը, դրանք հոգեվոր սնունդ են շատ անհրաժեշտ մեր հոգեվոր եւ մտավոր կայունության եւ առողջության համար, բայց պետք չէ մոռանալ նաեւ, որ պետք է զուգահեռաբար սնվել ոչ հոգեվոր սնունդով։ Եվ իհարկե մասնագետները խորհուրդ են տալիս թե պատրաստել, թե սնվել լավ երաժշտության ու լավ մտքերի ներքո, ինչն էլ հիմա կարող ենք անել, որովհետև մեր տաղավարում իր լավ տրամադրությամբ մեր գործընկեր Անուշն է։ Բարի լույս։ Բարև Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք նեխուրով շատ համեղ եւ օգտակար աղցան։ Հրաշալի։ Եվ բաղադրիչները հեշտ է նեխուր, եգիպտացորեն, կարմիր պղպեղ, ավոկադո, պանիր եւ համեմունքներ տարբեր, որոնք հիմա հերթով կասեն։ Նախ եգիպտացորենը ավելացնենք աղցանի ափսեի մեջ ու սկսենք կտրել նեխուրը։ Շատ գունավոր աղցան եմ ես սպասում։ Այո, տարբեր գույներ, կանաչ, դեղին, կարմիր։ Իդեպ ես միշտ փորձում եմ այնպես անել, որ գունավոր լինի, նույնիսկ երբ տեսնում եմ որևէ ուտեստ եւ գույն չունի, ես հիմնականում չեմ մտնում, չեմ նայում, թե ինչ է գրված բաղադրիչների մեջ, որովհետեւ ինձ չի հետաքրքրում այդքան էլ։ Սիրում եմ գունավոր, որպեսզի լինի, հատկապես աղցանները։ Դե հա, ամառ է աղցանը տեղով, իր վիտամիններով, իր տրամադրությամբ։ Այո։ Ու պետք է նաև ամառային տրամադրությամբ աղցաններ շատ պատրաստել, որ ամառը շուտ գա։ Պես այո, քանի որ պետք է շուտով արդեն մոտ ժամանակներում թևակողենք ամառ, պետք է նաև կարողանանք նրան համահունչ ուտեստների բաղադրատոմսերը իմանալ, իսկ Անուշը այդ հարցում ամենալավ օգնականն է մեր։ Երբ մենք հաշվի առնենք, որ հիմա շատ է, նեխուրը չնայած կլոր տարի կարելի է ձեռք բերել, բայց հատկապես հիմա թարմ, այսպես եւ շատ առատ նեխուրը կա, այնպես որ կարելի է այս աղցանը պատրաստել, ուղղակի օրը մեջ կարելի է պատրաստել։ Հետաքրքիր է, որ երբ վերջին տարիներին մեր խոհանոց եւ մեր բաղադրատոմսերի շարքներ խուժեցին տարբեր արտասահմանյան եւ ոչ հայկական բնակավայրերի խոտաբույսեր, ինչպես օրինակ բազիլիկը կամ ռուկոլան, որոնք որ նորություն էին, ներողություն, այսպես շատ դժվար ինտեգրվեցին, բայց նեխուրն էլ հո միշտ եղել է մեր աչքի տակ, մեր ձեռքի տակ, բայց չենք օգտագործել, հիմա ենք էլի սկսել։ Ավելի շատ օգտագործել ենք երևի թե թութու դնելու համար այդ վիճակում, բայց թարմ աղցաններ պատրաստելու համար այդքան չէ, իսկ նույնիսկ տապակում են նեխուրը եւ շատ համեղ է տապակած, փորձել եք։ Այո, ծվածեղով։ Այո։ Իդեպ ես սիրում եմ նեխուրը պարզապես, առանց որևէ բանի էլ ուտել, բայց շատ կարևոր է, երբ խոսում ենք աղցանների մասին, բացի տեսքից, որ պետք է գունավոր, պայծառ լինեն, տրամադրություն ապահովող, նաև առողջարար են ու վիտամիններով հարուստ։ Եվ այս ընթացքում իդեպ մեր սցենարիստ Հասմիկը իմ ականջի մեջ ասաց, որ ռեհանը նույնպես տապակում են եւ շատ համեղ է։ Շնորհակալություն Հասմիկ։ Պետք է փորձել Եվս պետք է փորձել այս մեկը ռեհանը շատ համեղ կլինի, պատկերացրեք, երբ որ լոլիկով ձվածեղ եք պատրաստում եւ ռեհան ենք, չէ՞։ Մի քիչ ռեհանը օգտագործում, ինչքան համեղ է։ Շատ։ Ահա, կտրեցինք նեխուրը եւ հիմա կանցնենք։ Ես հիշեցի օրեր առաջ, երբ Անինելի եթերում ասում էր Անուշ, իսկ ինչ կլինի, որ պատրաստենք նաեւ դետոքս հյութեր, դե իհարկե քամած նեխուրի մասին գիտենք արդյոք բոլորը, թե ինչքան առողջարար է եւ բայց դու փորձել ես այն խմել։ Ես շատ եմ սիրում։ Իդեպ ես փորձել եմ կանաչ Ես խնձոր։ շատ դժվար ստացվեց։ Իսկապես։ Այո, կանաչ խնձորով չեմ փորձել, երևի պետք է ավելացնել։ Կանաչ խնձոր, նեխուր, կիվի եւ վարունգ։ Դա անմահական է։ Այդ տարբերակը այո կփորձեմ։ Հետո վատ բաներ չասես, եթե չհավանես։ Կասես շատ լավ է։ Կփորձեմ։ Դե չէ, այն որ առողջարար է, ես դա չեմ էլ քննարկում։ Պարզապես երբեմն լինում են առողջարար բաներ, որոնք շատ դժվար է ընդունում օրգանիզմը եւ քիմիկը։ Երկարությամբ կտրտում ենք պղպեղը։ Վարպետորեն կտրտում ենք։ Ես պատկերացնում, եթե ես հիմա կտրատայի այդ պղպեղը, որքան երկար ու դանդաղ գործընթաց կլիներ դա։ Դե տես ինչքան արագ է անում։ Դե իհարկե Անուշի հետ պետք չէ մրցել խոհանոցում։ Ընդհանրապես որքան փորձում ես, այդքան ավելի հտորեն ես սկսում կտրտել։ Եվ որքան ժամանակը քիչ է լինում, սկսում ես շտապել եւ ուզած չուզած սկսում ես սովորել։
Իդեպ 1-2 օր առաջ կարդում էի նաև տախտակների ընտրության մասին, թե որքան կարևոր է եւ պլաստիկե տախտակներ չեք օգտագործում։ Պետք է փոխարինել փայտ, ինչը հիմա ունի Անուշը, կամ ապակուց տախտակներով։ Այո, ապակի էի առաջարկում օգտագործել։ Որովհետև պլաստմասե տախտակները այդ գծերը որ թողնում են դանակի հետքերից, այո, հետո այնտեղ շատ միկրոբներ են մտնում եւ դժվար է դուրս գալիս։ Էլ չասած, եթե մի քիչ վատ որակի լինի, այն կարող է պարզապես այդ մանրահատիկները, մանրաթելերը սննդի հետ խառնվել։ Այո։ Ես պղպեղը տեսեք ինչ ձև կտրեցի, այսպես կտրում ենք եւ այս ամբողջ կորիզի հատվածը հանում ենք եւ վերջ։ Ոչ մի կորիզ չկա։ Արագ, հարմար, պարզ։ Այո։ Եվ այդ սպիտակ թաղանթները պարտադիր հանում ենք ու կտրտում։ Հիանալի։ Անուշ, իսկ կան ամառային հատուկ ուտեստներ, որոնք որ քո կյանքում վերադառնում են հենց այդ եղանակի հետ միասին։ Որպես ուտես չէ, բայց երևի թե աղցաններն են շատ։ Ընդհանրապես ես շատ եմ սիրում աղցաններ եւ շատ եմ պատրաստում։ Աղցանները, քանի որ ուզածդ բանջարեղենը կա, թարմ այդ ժամանակ սկսում ես արդեն շատ ավելի աղցաններ պատրաստել, հատկապես երբ ամառը ավելի թեթև ես ուզում սնվել։ Իդեպ մի անգամ այստեղ պատրաստեցի հունական աղցանը բրնձով, օրինակ, ամռան ընթացքում ավելի շատ նմանատիպ աղցաններ են պատրաստում, երբ արդեն կարելի է միանգամից, այո, այդպես օգտագործել։ Եվ հետո չնայած նրան, որ հիմա խանութներում ամեն բան հասանելի է եւ ուզածդ միրգն ու բանջարեղենը կարող ես գտնել նաեւ ձմռանը կամ այլ եղանակի, միևնույնն է, կարծես օրերը ցրտելու հետ փորձում ենք ավելի տաք ուտեստներ պատրաստել, ապուրների տեսքով նաեւ, ու ամառը իր հետ հենց բերում է աղցաններն ու գույները, բայց շատ կարեւոր է չմոռանալ նաեւ բալանսավորված աղցաններ ուտելու մասին, որ այնտեղ լինի նաեւ սպիտակուցներով հարուստ մթերքներ, որ կարողանանք ապահովել օրգանիզմին անհրաժեշտ ողջ վիտամինային կոմպլեքսը։ Եվ իհարկե ավոկադոն, որը որ լավներ, շատ լավներ։ Այո, կարևոր նույնիսկ այստեղից երևաց, հեշտությամբ կարողացար առանձնացնել կեղևը, դա արդեն ցուցիչ է։ Այո։ Եվ եթե կա ավոկադո, ապա պետք է նաև լինի կիտրոն։ Անին լավ հիշում է։ Քանի որ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ կիտրոնը երբ ավոկադոյի վրա ավելացնում եք, ավոկադոն երբեք չի սևանում։ Այո, ավելի լավ է պահպանում գույնը եւ հետո համային էլ է բավականին համադրելի։ Այո։ Ավոկադոն էլ ավելացնենք։ Պատկերացնում եք, չէ՞, արդեն տեսեք եւ գույները, եւ օգտակար բանջարեղենը ամբողջը։ Բացի ավոկադոից։ Ավոկադոն միրգ է։ Այո։ Եվ ես դա իմացել եմ հենց ուղղակի օգտակար է։ Ավոկադոն օգտակար է շատ արագ, հա, ուզում էր Անուշ ասել։ Այո, այո։ Դե հա։ Այո, ուղիղ եթերի ժամանակ ես եւ Դավիթն էինք։ Իդեպ Դավիթը արդեն կվերադառնա եթեր հուսանք, արդեն կարոտել ենք։ Եվ սիրով սպասում ենք Դավիթին շատ կարոտած։ Երբ իմացանք տեսանյութից, որ ավոկադոն իրականում միրգ է ու այսպես ոնց ավոկադոն միրգ է։ Եվ հիմա արդեն համեմելու ժամանակն է։ Իմ ամենասիրելի պահն է համեմունքները։ Համեմում ենք աղով, այստեղ ավանդական համեմունքներ են։ Եվ սև պղպեղ։ Ոչ մի ուրիշ համեմունք այստեղ պետք չի ավելացնել, բայց ասեմ ձեզ, որ շատ համեղ աղցան է։ Ես սկզբում չէի, ես այդքան էլ նեխուր չէի սիրում, մինչև այս աղցան պատրաստել անկեղծ ասած, եւ այս աղցանից հետո արդեն նեխուրը շատ եմ սիրում։ Սխտորը ջարդենք եւ կտրտենք, կարող ենք նաեւ ճզմել։ Մի փոքր էլ սխտոր ավելացնենք, առանց սխտոր այս աղցանը ուղղակի այն համը չի ունենա, այնպես որ պարտադիր է։ Եվ հիմա պետք է ավելացնենք կիտրոն։ Ես ինձ թվում է բաց թողեցի, ամենավերջին բաղադրիչը սխտորն էր։ Սխտոր։ Իսկ ձիթայուղ չենք ավելացնելու, Անուշ։ Ինչպես։ Ձիթայուղ։
ավելացնել ենք անպայման, այո։ Որովհետև շատ հաճախ առաջարկում են խոհարարները այն բոլոր համեմունքները եւ օրինակ կիտրոնի հյութ, ձիթայուղ, սոյա, եթե պետք է ավելացնել, վերջում խառնել, նոր ավելացնել։ Ձիթայուղը ամեն ինչ միասին խառնել, հետո նոր ավելացնել աղցանի վրա։ Կարող ենք մի անգամ էլ այդպես փորձել հասկանալու համար տարբերությունը։ Այո, այո։ Որովհետև ասում են դա այդպես ավելի հավասարաչափ է լինում։ Բաշխումը համեմունքների։ Ես շատ քիչ ավելացրեցի ձիթայուղ եւ պետք է ավելացնենք այստեղ։ Կարող եք սովորական քացախ ավելացնել, խնձորի քացախ, բայց ես բալզամիկ քացախ եմ ավելացնում։ Եվ հենց այս բալզամիկ քացախի շնորհիվ դառնում է անհատական նեխուրը այլ համ է ստանում։ Աղցան, այո։ Հեշտ, արագ եւ հասարակ բաղադրիչներով։ Ահա։ Տեսեք ինչ գույներ ստացանք մենք։ Իսկապես անշամեն անգամ հրաշքներից գործում խոհանոցում, որովհետև կարճ, հեշտ, արագ, պարզ բաղադրիչներով եւ սննդարար այն ինչ որ կարելի է պարզապես րոպեների ընթացքում պատրաստել։ Եվ այս շրջանում կարելի է գտնել սառնարանում։ Այո, ինչ որ մի անկյունում հաստատ նեխուրի մի կտոր մնացած կլինի։ Կարծում եմ, պետք է գտնել այդ նեխուրի կտորը եւ պատրաստել աղցան հենց հիմա ու վայելել։ Ահա, հիմա ավելացրեցի աղցանի ափսեի մեջ եւ մի քանի կտոր պանիր ենք կտրում։ Այսպես խորանարդիկներ անենք, որպես պանիրը պարզապես ձևավորման համար է մեզ անհրաժեշտ։ Սպիտակուց է եւ անհրաժեշտ է պարտադիր աղցաններում լավ կլինի, որ օգտագործենք եւ ոչ թե տեսքի, այլ համի համար նաեւ, այսպես ավելացնում ենք աղցանի վրա։ Վերջ, որքան հարուստ հագեցած գրեթե վերջ, այստեղ մի բան էլ կա, որ պետք է ավելացնենք։ Գաղտնի բաղադրիչ, որը արդեն ավելի գեղեցիկ տեսք կհաղորդի։ ամենասիրելի սոուսն է։ սա ինչն էր։ Բալզամիկ կրեմ։ Վերջ։ Հրաշք աղցանը պատրաստ է, վիտամիններով հարուստ, օգտակար։ Կարծում եմ անպայման կպատրաստեք։ Անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք շարունակում ենք եթերը, կարճ դադարից հետո կվերադառնանք։